այբուբենը, անդրադառնանք այն հարցին, թե ինչ է այբուբենը։ Այբուբենը ասո ուղերձն է մարդկանց գենետիկ կոդը, գրի հնչյունային արտահայտման եղանակը, տարբեր բնութագրումներ կան այբուբենի վերաբերյալ, եւ նաեւ հարց է, թե ինչ համարել այբուբեն, ինչ համարենք, որտեղից է սկսվում այբուբենը, որովհետեւ եթե նայում ենք, տեսեք առաջին ժայռապատկերները, ինչ որտեղ կարելի է այբուբեն համարել եւ ինչ որտեղ կարելի է չհամարել։ Այդ բոլորը շատ կարևոր է, բայց ես այսօր նաեւ ներկայացնելու եմ նորագույն տեսությունը, ինչպես է դա ամենը դիտարկվում։ Այբուբենը որպես գրի հնչյունային արտահայտման եղանակ ստեղծվել է Քրիստոսից առաջ 3-րդ հազարամյակին Էլբա քաղաքում, գտնվել է ներկայիս Սիրիայի հյուսիսում։ Ամենավաղ հայտնի այբուբենը Փյունիկյանն է, Փյունիկացիներից գիրն անցել է քույներին, այնուհետև հռոմեացիներին։ Ասեմ, որ առաջին գրերը Փյունիկյան 22 տարուց էին բաղկացած, ուրգեին ձայնավորներից, հունագանը 24 տար էր սկզբնում, բայց հետո գեմատրիայի համար, հետո գեմատրիային կանադառնանք, Պյութագորասը ավելացրեց եւս 3 տար, որպեսզի իրենց այդ կոդերը աշխատեն, թվային կոդերը այբուբենին միացվի։ Եվ լատինական այբուբենը բաղկացած է 23 տարերից։ Ուրեմն ըստ գրային համակարգի այբուբենը լինում է բառային, բառավանկային, այբենական եւ ըստ գրանշանների արտաքին տեսքի պատկերային, հիերոգլիֆիկ, գծանշանային, սեպանշանային, տառային։ Օրինակ տեսնում եք, այս վերևը կնոսյան այբուբենն է, սկավառակն է, որը երբևիցե չի կարտացվել, գրեթե Միգենյան մշակույթն է, չի կարտացվել եւ վերջերս Ռևազյանը փորձ արեց կարտալ, այսինքն լեզուն չգիտեն ինչ լեզվով եւ ինչ որտեղ ինքը հիմա այդ աշխատության վրա է աշխատում, փորձում է այս հայերեն վերցանել։ Սա սեպագիր տեքստ է, տեսնում ենք, էլի առաջին այբուբեններից մեկն է, տառատեսակներից։ Ամենահին տեքստերը հասած է արամեական այբուբենով, դա ասվում է, որ հրեաների նախալեզուն է, բայց այսօր շատ հստակ էլի կարծիք կա եւ դա Արտակ Մովսիսյանն է բարձրացրել երջանկահիշադակ, որ արամերենը եղել է նախահայերենը, նախամաշտության գրերը, հա, եւ այստեղ էլ որ նայում եք համընկնումները շատ են եւ այստեղ ներկայացրել եմ հայկական տառերը եւ արամերեն գրերը եւ մեր տարածքից էլ բավականին շատ նյութեր ու շարծաններ են դուրս եկել այս արամերեն գրվածքով։ Ուրեմն շատ հետաքրքիր է Հիքսոսյան այբուբենը, գիտեք Հիքսոսները 100 տարի իշխել են Եգիպտոսում եւ վարկած կա, որ դա հայկական ցեղախմբերն են, հայկական պետությունն է եղել եւ Հիքսոսյան գիրը բաղկացած է 36 գրանշանների, ձևավորվել է 18-ից 17-րդ դարերում Քրիստոսից առաջ, էլի բավականին այս ամեն ինչը հետաքրքիր է։ Ահա, սա արդեն տեսնում ենք համախմբված տարբերակն է, Հիքսոսյան, Փյունիկյան, հունական, այբուբենական գրերի բոլոր նմուշները, նրանց տարատեսակները առկա են ուշադրություն Սյունիքի ժայռապատկերներում։ Մենք հիմա ուսումնասիրում ենք ուրեմն Սյունիքի ժայռապատկերը, որոնք ունեն 15000 տարի վաղեմություն եւ այսօր մի հատ շատ հետաքրքիր աշխատություն կա Համլետ Մարգիրոսյան, եթե դուք գրեք, երևի կբերեք, նախամաշտության հայ գրերը կամ Սյունիքի ժայռապատկերները եւ մենք այնտեղ կտեսնենք, թե ինչպես է հնագույն տառատեսակները բոլոր հանդիպում Սյունիքի ժայռապատկերներում։ Եվ շատ հետաքրքիր է նաև հեղինակը բերում է, թե ինչպես ժայռապատկերը վերածվում է տառի, դա էլ է յուրօրինակ մի հատ հետաքրքիր սխեմա։ Օրինակ Սյունիքի ժայռապատկերներում նկարված է ցուր, որը հունարեն նշանակում է ալեպ։ Ալեպը մենք տեսնում ենք տրանսֆորմացվելով Հիքսոսյան Փյունիկյան դառնում է հունական ատառը։ Այսինքն ցուրն է ժայռապատկերը, ցուրը նշանակում է ալեպ եւ ինքը դառնում է
տառը։ Ես մենակ այնն եմ վերցրել, բայց ցանկացած տառ, երբ վերցնում եք, ինքը ունի այդպես շատ հետաքրքիր անցում, ժայռապատկերից անցնում է դեպի տառատեսակի է վերածվում։ Եվ ես կարծում եմ, որ հայագիտության մեջ շատ մեծ հեռանկար ունի հենց այս ժայռապատկերների վերծանումը, որովհետև այստեղ մեծ գործ կա անելու։ Ուրեմն հիմա նախամաշտության գրերի գոյության շուրջ։ Տեսեք, այստեղ շատ վարկածներ կան և շատ կարծիքներ կան։ Ես վերցրել եմ այսպես 4 վարկած, թեպետև ամենակարևորը նաև Արտակ Մովսիսյանինն էր, որ կյանքի վերջում ապացուցեց, որ մի քանի տեսակի գրեր են ունեցել, ոչ միայն մեկ, այլ նաև մի քանի տեսակի նախամաշտության գրեր են եղել։ Ուրեմն Անանյա Շիրակացին վկայում է, որ հետանոսական Հայաստանում եղել է հարուստ գրականություն, մաթեմատիկայի, փիլիսոփայությունից, աստղագիտությունից։ Նա վկայում է իր նախնիների մեծ գիտական ժառանգության մասին, նշելով, որ աշխատություններում մասամբ է դրան անդրադառնում։ Բայց տեսեք, 5-րդ դարում մենք ստեղծեցինք 405 թվականին հայ գրերը ու 5-րդ դարում ոսկե դարյան գրականություն, այդպես չի լինում, այդպես հնարավոր չէ, որ կուտակված, ամբարված, ուրեմն նյութ չլինի ու մեկից ոսկե դար գնա, դա դարերի անցում էր պետք, հասարակ տրամաբանությունը նույնիսկ հուշում է։ Մարը զարմացած էր, որ Անիի պեղումների ժամանակ չեն հայտնաբերել գիտությանը, ճարտարապետությանը, մշակույթին, կրոնին առնչվող ձեռագրեր, ինչը անհնար էր հոգևոր կենտրոն Անիի համար։ Այսինքն, տեսեք, մենք գիտենք, որ Սարմունկյան դպրոցն է եղել Անիում, բայց այդտեղից ամբողջ գրականությունը վերածված եղել։ Մի քանի ձեռագրեր պատահաբար Գյուրջիևն է գտել, այն Անիից, Անի ավերակներից, բայց հզոր, այդտեղ մենք տեսնում ենք նույնիսկ նկարները, եթե Անի նայենք, այնտեղ խորոչներ կան գրքերի, ուրեմն ձեռագրերի համար հնարավոր չէր, որ այդտեղ հսկայական ձեռագրեր չլիներ։ Տեսեք, հաջորդը Տիրը հիշատակվում է իբրև դպրության, գիտության, երազանանության հովանավոր թիծ, հետանոսական թիծ, բայց ինչպես կարող է ունենալ դպրության, գիտության թիծ, եթե չունեն տառ, ևս մի այսպես հետաքրքիր փաստարկ, իմիջայլոց, այս նշանը որ դրել եմ, ես շատ սիրում եմ նաև նշանները, սա Զվարթնոցի հատակագիծն է, ասում են Տիրի բանալի, Զվարթնոցի տաճարի տեղում եղել է Տիրի Մեհյանը, Տիրի սրբավայրն է եղել, որտեղ որ հուշագություններ են կատարել, մինչև 7-րդ դարում կառուցել են Զվարթնոցի տաճարը եւ սա է դեպի վերև ուղղված, որտեղից որ ստանում են գիտելիքներ, որտեղից գալիս է գիտելիքը։ Եվ վերջին այսպես կարևոր դրույթը նախամաշտության գրերի մասին մեծ տեղեկություններ է հասել, տեսեք, Կորյունից, Մովսես Խորենացուց, Փիլոն Ալեքսանդրացուց, Հիպոդոնոս Ոստրացուց, Վարդան Արևելցուց, Ղազար Փարպեցուց, այսինքն մի աղբյուր չէ դա, մի բան չէ, վարկած չէ, որ մենք դրա վրա հիմնվանք, այլ բազմաթիվ կողմերից և Արտակ Մովսիսյանը փորձել էր դրանք վերծանել ու գտնել։ Հաջորդը մեր այբուբենի կառուցվածքն է, մենք վերցնում ենք, հիշեցնում ենք միայն 36 տառերը, որոնց գումարը, մենք հիմա կանադառնանք, որ ամեն տառ ունի իր թվային արժեքը, կազմում է 666, 8 ձայնավորների գումարը կազմում է 111, 28 բաղաձայների գումարը կազմում է 555, սա պատահականություն այսպիսի գեղեցկագույն կառուցվածքն ու տրամաբանությունը։ Ընդունված պատմությունը, որ 405 թվականին Մարտոցը ստեղծում է նոր այբուբենը բաղկացած 36 տառերից։ Այս ստեղծելու համար Մարտոցը մեկնել էր Եդեսիա, Ուրֆա, որտեղ գտնվում էր հնագույն գիտելիքների սրբավայրը։ Չմոռանանք, որ նույն Պորդասարն է սա։ Ուրֆա, դա խոսքը Պորդասարի մասին է, հնագույն գիտելիքների կենտրոն։ Այստեղ նա բացահայտում է Դանիելի գրերը, բաղկացած 22
բաղաձայներից, Մաշտոցը շուրջ 2 տարի փորձում է թարգմանություններ անել, սակայն չի ստացվում, սա պաշտոնական վարկածն է, ընդ որում չմոռանանք, որ դանիելյան գրերը 22 բաղաձայներից բաղկացած, դրանք այսօրվա հրեաների գրերը 22 տարիից են բաղկացած, տեսեք արամեերեն են, նույն արամեերեն գրերն են, եւ այստեղ շատ մտորելու բաներ կան, եւ կարծում եմ, որ ինչ էր փնտրում Մաշտոցը, ինչ որ բան էր փնտրում, ինքը փնտրում էր նախամաշտոցյան գրերը, որը ոչնչացվել էր քրիստոնեության ընդունման ժամանակ եւ հետո։ Հիմա մեր այբուբենում կա թաքնված կարևոր ինֆորմացիա քիմիայի, մաթեմատիկայի, ֆիզիկայի, երաժշտության, փիլիսոփայության, աստղագիտության հետ կապված։ Այն պարունակում է տեղեկություններ, ինչի ներկայիս գիտությունը դեռ չի հասել։ Այբուբենում հուշում է նոր գիտություններ, որոնք այսօր չկան։ Ուրեմն թվային խորհրդանշաններ գեմատրիա, ուրեմն ընդունված է, որ ամեն թիվ ու ամեն տառ ունի իր թվային արժեքը։ Ուրեմն 36 թիվն ենք վերցնում, որը կոչվել է գերագույն երտում եւ տիեզերք։ Տիեզերքի թիվը 36-ն է։ Տեսեք, Տեսլան է հավերժական շարժիչ ստանալու համար օգտագործում էր 3, 6, 9 թվերը, չէ՞, դա հենց թվերի կոդն է։ Տեսեք, միջագետյան սեպագիր աղբյուրում նշված է շումերական ասուանունը, որը 36 անունների մեջ է տատանում, այսինքն սրբազան կոդն է, հենց 36-ը։ Տեսեք, ինչ հատկություն ունի, գումարվում են 4 զույգ եւ 4 կեն թվերը եւ ստացվում է այսպիսի գումար։ Իսկ սա այս նշանը, որը արարածյան թագավորության զինանշանից է հայտնի, կոչվում է ծով ծիրանի, հա, ծով ծիրանի է կոչվում։ Իր կետիկների թիվը էլի 36 է, որ հաշվում ենք։ Սա խորհրդանշում է ջուր, հող, օդ, կրակ, ամբողջությունը, հա, էլի այս բոլորը հնագույն մեր գիտելիքներն են։ Հայոց այբուբենի 36 տարերը արեգակի ընթացքով են չափված, շնորհալին է ասում սա, այդտեղ մատենագրերի տեղեկություններ հայոց այբուբենի մասին։ Արեգակը անցնում է 36 աստղերի միջով, որովհետև արեգակը անցում պտտվում է A-ից մինչև K։ Այդ ընթացքում արեգակը 6 ամսում բարձրանում հասնում է իր բարձրակետին, այսօր է բարձրակետը, եւ իջնում հասնում է իր ցածրակետին։ Ցածրակետը դեկտեմբերի 21-ն է։ Հայոց այբուբենի տարերը 12 ամիսներից կազմված տարեշրջաններ են։ 3 անգամ 12, 36-ը աստեղային երկնքի կառուցվածքն է, 12 հյուսիսային, 12 հարավային, 12 կենտրոնակիր, Արմանիա Շիրակացի։ Հիմա հայոց այբուբենը աշխարհի միակ լեզուն է, որը կազմված է 36 հնչյուններից, եւ այստեղ նայում ենք։ Ամեն հնչյուն ունի ծածկագիր։ Ես ընդամենը գրել եմ 3-ը, տեսեք, այբ։ Ինչ է նշանակում։ Աստված հավիտենական բան է։ Բեն, բանը երկրի նշանն է։ Գին, գոյը իշխանության մարգարեությունն է։ Այսինքն ամեն հնչյուն թաքնագիտություն է, էլի թաքնագրված իմաստ է։ Այստեղ իմ մոտ գրել եմ նաև մյուս իմաստները, մյուս նշանները, եթե հետո ուզենաք, կարող եմ դերձել, կարող եմ ներկայացնել, պարզապես ինքը այդպես առանձին շատ ինֆորմացիա չի տա։ Դա, դրախտը արարչական է, եջ, երկրի 4 կողմերում, զարգացումը աստվածային է, էություն։ Իմիջայլոց էության մասին, էտարի մասին ես մի հատ շատ հետաքրքիր բացահայտում արեցի հենց այդ պրեզենտացիայի ընթացքում եւ հետո մի քիչ հետո կասեմ դա։ Տեսեք, ընտանիքը թագավորություն է, թոյ թագավոր է, ոգեկոչ է հավիտենականությունը, ժողովուրդ երկրային, ինի իշխանության նշանը իշխանությունն է։ Տեսեք, այս ամբողջը մեր գոյության, մեր կենսակերպի, մեր տեսակի մասին է։ Այնուհետև տեսնում ենք, որ ամեն ձայնավոր հենց այդ սակրալ գիտությունների մեջ համապատասխանում է որևէ մոլորակի, որևէ
եկեղեցի եւ շաբաթվա որևէ օրվա հետ։ Ա. Արև ոսկի կիրակի, ի. Լուսին արձած երկուշաբթի եւ մարս երկաթ երեքշաբթի, ո. Մերկուրի սնդիկ չորեքշաբթի, է. Յուպիտեր անակ հինգշաբթի, վյուն ունը ավելի ուշ մտա, վյուն Վեներա պղինձուրպատ, Սատուրն կապար շաբաթ։ Այսինքն տեսեք, սա նաև ալքիմիայի մեջ է օգտագործվել, իսկ հնագույն գիտելիքներից մեկը, որ օգտագործվել է նաև միջնադարում, դա հենց այս գիտելիքներն են, որ կապված են ուրեմն ալքիմիայի հետ։ Ազգային արժե համակարգ։ Հիմա փոխենք դասավորությունը եւ տեսնենք ինչ հետաքրքիր բաներ է ստացվում։ Գնում ենք եռանկյունով 36 տարը, ստացվում է Արարիչ Սուրբ Հոգի Քրիստոս։ ԱՍՔ ամենագլխավոր ուրեմն ասելիքն է, ասկը, որ ասելիք կա հենց իր մեջ։ Այստեղ գնում ենք երկու քառակուսի, սա օդի նշանն է, նշանակում է Հ, Ա, Յ, Ք, պտտում ես, ստացվում է ամենաբարի, երեք անգամ պտտում ես, այս նույն քառակուսին այդպես է աշխատում։ Հաջորդը մաթեմատիկական հաշվարկ, սա երևի բոլորը գիտեք, որ ամեն տառ ունի իր թվային արժեքը եւ այս աղյուսակի միջոցով հայերը կարող էին մինչև 999 գրել առանց թվերի, սա էլի շատ հետաքրքիր է եւ հույները, որպեսզի այս գեմատրիան օգտագործեն, իրենք էլ 27 տառ դարձրեցին, հա, էլի տեսնում եք 9 ագան է, բայց իրենց է 3 սյունագով է աշխատում։ Սա էլի շատ հետաքրքիր է, տիրի կոդ է կոչվում, Մենդելեևից շատ առաջ մենք օգտագործել ենք ուրեմն տիրի կոդը, դա ինչ է նշանակում։ Ցանկացած նյութ, եթե իր տառային արժեքները գումարես, ստացվում է իր Մենդելեևի պարբերական աղյուսակի համապատասխան թվի հետ է համընկնում։ Ու դա շշմելու բան է, հա, որովհետև աղյուսակը հայտնաբերվել է 19-րդ դարում, իսկ այս տիրի կոդը շատ ավելի շուտ է կիրառվել։ Ասեմ ձեզ, որ հրեաները կաբալա ինչ որ ասում են, հենց այս սիստեմն են օգտագործում, հենց այն բոլոր հնագույն գիտելիքները վերցված է, ադապտացված է, պարզապես իրանք հիշում են, կիրառում են, օգտագործում են, մենք ոչ, մենք մոռացել ենք այս ամեն ինչի մասին։ Եվ համընկնումները այնքան շատ է, որ դա չի կարող լինել պատահականություն։ 80% համընկնում է նյութերի անվանումների հետ, հասկացանք, չէ՞ սկզբում, ուրեմն տառերը գումարվում են իրար եւ գումարը ստացվում է Մենդելեևի աղյուսակի թիվը, տվյալ նյութին համապատասխան։ Եթե չի ստացվում, ուրեմն կիրառել են հին անվանումը, հա, հին անունն են կիրառել տվյալ նյութին։ Հաջորդը ուրեմն սա շումերական վեցական համակարգն է, շումերից է անցել, ամբողջ այդ օրը, ժամը, տարին շումերներից է վերցված եւ երբ որ մենք համադրում ենք տարերը, կարգում ենք ըստ վանտակների կամ ըստ քառակուսիների, հա, ստացվում է շատ հետաքրքիր բաներ է ստացվում, օրինակ ԱԲԳ 6, ԲԵԳ ստացվում է 12, այստեղ ստացվում է 36, այսինքն այս ամբողջ սա համակարգը ինքը աշխատում է, հա, եթե նայենք, ասենք, շումերական վեցական համակարգն է, որի ժառանգությունը մենք օգտագործում ենք առ այսօր 1 րոպե 60 վայրկյան, 1 ժամը 60 րոպե, ուրեմն շրջագիծը 360 աստիճան եւ այլն, Սարոսի տարին է 3600 տարի է համարվում, շարի տարին։ Այս ամբողջը շատ հետաքրքիր է եւ եթե կաշտում ենք էլի, ասկնույն ասկն է, որ ասելիք ունի, ասկա մեջը։ Այստեղ տեսնում ենք, բայց այս վերջին գիտնականները բան արեցին, ապացուցեցին, որ շումերենը հենցին հայկական Արմեն Թախտյան, մի խնդրանք երևի վերջում հարցեր տանք, հետո ինչ հարցեր կան, մենք այդ հարցեն կարադանանք։
Ուրեմն Այբուբեն օրացույցը ինչպես է աշխատել 365-ը 10-ական օր ամեն մեկը համապատասխանում է մի անցումին, հա, մի շրջանին եւ 5 օրը հավելյացը, ուղղակի այստեղ հավելյացը հաշված է ուրեմն մարտի 21-ով, մարտի 16-ից, մարտի 16-ից մարտի 26-ը։ Իսկ մեկ նավասարդը տոնում եք հիմա էսպայի, ուրեմն օգոստոսի, չէ, օգոստոսի 5-ից 11-ը։ Ու այս օրացույցի ցևով են օգտագործել, սա էլ է շատ հետաքրքիր, ինչպես է Այբուբենը եղել օրացույց։ Կարևոր գիտելիքները, հա, զոդիակի, այստեղ Կարլեն Ավետիսյանն է, էլի հետաքրքիր թղթակետ, որը օրացույցի մեջ դրել է, հա, զոդիակի մեջ դրել է 12, մի րոպե, Այբուբենի մեջ դրել է կներ, 12 կենտանական նշաններ, 10 թվեր, 7 մոլորակներ, 4 տարեներ և 3 հիմնական գաղափարներ։ 3 հիմնական գաղափարներն են ստորգենյա աշխարհ ու վերգենյա աշխարհ։ Այդ ամենակարևոր հասկացողությունն է հին աշխարհում։ Ուրեմն, այստեղ Վիլյամ Վանդերվերշտենը փորձել է դնել ուրեմն հայկական զոդիական նշանները, որոնցից 36-ը Այբուբենի միջոցով համընկնում է շումերական նշանների հետ։ Այսինքն, եթե նայենք ջրոց անվան հետ, հիդրան համընկնում է ջն ու հն, հա, եթե վերցնենք։ Ու այստեղ գրած է, ինչպես է աշխատում, բավականին բարդ, այսինքն, ևս մի ապացույց, որ շումերական բոլոր նշանները ու հայկականները, բոլորը չէ, բայց 36-ից 17-ը համընկնում են, իսկ դա մեծ թիվ է բավականին։ Սա Մորզեի աղյուսակն է և կարելի ասել Մորզեյով էլ է մեր Այբուբենը աշխատում, մոտավորապես, այսպես, հա, կարող եմ ասել, բայց ես իհարկե ուզում եմ, որ ես նաև մենք գրեինք Նարեկ ինձ խոսք էր տվել և այսպես էլ չարեց, ուրեմն տեսեք, A տարը չէ, 1, 2, 3, 4, 5, 6, վերջ, B, 1, 2, 3, 4, 5, 6, այսինքն մեր Այբուբենը ունի նաև հնչյունային համակարգ և շատ հետաքրքիր կլիներ, ասենք, եթե որևէ երաժիշտ ուզենար, ցանկանար այս ամենը վերածել հնչյունային, հա, հնչյունային մագարդակի։ Ուրեմն հիմա անցնենք արդեն տարերի այսպես կոդերին, տարային կոդերին, ասեմ, որ հայերենը ունի 144,000 բառար մատներ։ Դա շատ մեծ թիվ է, ցանկացած լեզվի համար և դա խոսում է իր մեծության, իր ճանաչելիության ու կարևորության մասին։ Ուրեմն ամեն հնագույն վերցրել եմ տառատեսակները, որոնք, եթե դասավորենք բոլոր զարդանախշերը, բոլոր իմաստները, բաժանվում են 4 տարերի։ Հող, ջուր, օդ, ուր, եթե մեր տարերն է դասավորենք, այս 4 տարերի մեջ պիտի լինի։ Տեսեք, հուր արարճագան, հուր նշանի տակ արարճագան են, որոնք որ վերևում են վերջանում, հա, մ տարը, մ, որոնք որ ավարտվում են վերևի հատվածում առնչություն ունեն։ Օդը, օդի տարերը իմաստասիրական են, գներ, շներ, գներ, ու կարևոր է, թե տարը որ կողմ է բացվածքը, սրբազան իմաստները դեպի արևելք են, ավելի նյութական կենցաղայինը դեպի արևմուտք է։ Հաջորդը ջուր, ճարտասանական, տեսեք, դ-ե-ի, հա, դ-ե-ի տարերն են։ Եվ վերջինը հող, ռաբունական, չ-հ-ռ, ո։ Հիմա ավելի մանրամասն կասեմ տարերի իմաստները։ Տեսեք, օրինակ ո-ն ինչ է, ուրեմն ներկևից հասնում է վերևի գիտելիք, ստանում է վերևից ու իջեցնում են ներկև, դա է ո-ն։ Այսինքն, լավ, սկսենք սեյթ, սա ինչ է, վերևից գիտելիքը իջնում է ներկև ու բարձրանում է վերև, սուրբ, սրբազան, տեսեք, բոլոր
իմաստները, հա, ինքը իր մեջ վերին իմաստներն է, որ իջել է ներքև ու հետո բարձրացել է։ Իսկ հակառակ ոն ինչ է ոդկ, հա, ասեք, ոդկ, հա, ու այդպես ցանկացած բառ փորձում եք եւ ինքը կամ հայր վերևի արժեքն է, իջել է ու հայաց ու հողեղեն է, հա, պատկերացրեք հողեղեն է դառնում։ Հիմա դրան է կանադառնամ, որտեղ ամեն տառ իմաստ է պարունակում։ Հենց այնպես ինքը կալիգրաֆիա չէ, սրբանկարչություն չէ, տառա տեսակը ունի կոնկրետ իմաստ, իմաստային արժեք։ Ну, այսպես տառաձևերը բաժանվում է մի քանի խմբերի, օրինակ 9 տառեր կա, կենտրոնական շրջան Փ խմբեր։ Մի քիչ թմբլիկ տառերն են, դա Փ, Ծ, Ջ, Ց, Չ, Ե, Զ, Շ, Ց, դեպի երկինք բացվածքով ձևեր, աջ կամ ցախ հավելվածներով, ակտիվ ուժ, որոնք որ դեպի վերև են բացված, դեպի երկինք, եւ սրանց մեջ ամենամեծ իմաստներն են դրված, Ս, Ա, արարիչ, չէ, Մ, մայր, հա, V, վսե, V, հա, Ե, երկինք, ցանկացած բառ, որոնք որ այս դեպի վերև է բացված, ունի մեծ իմաստներ, տտարը, տեսեք, համ դեպի վերև է, համ դեպի ներքև է, տեր, իր գլխավոր հիմնական իմաստը տերն է, տեր, տիրություն, նույն կառուցվածքով դեպի ներքև բացվածքով 11 տառեր կան, որ, Ր, Թ, Ր, Բ, Ը, Ք, Ղ, Դ, Բ, Գ, սրանք են բաներն են, որոնք որ պետք են առօրյա կյանքում, սովորական կենցաղի մեջ, հա, միշտ չէ, որ վերին բաներից է մարդը խոսում, նաև խոսում է իրեղեն, նյութական բաներից։ Եվ անգյունակցերի կառուցման Չ խումբը, Չ և Հ։ Այս ամենաիմ սիրելի խումբն է, որովհետև ուրեմն լավ, հիմա մյուս սլայդում է դա։ Տեսեք, նաև ես գիտեմ դուք գիտեք թե չէ, բոլոր տառերը ունեն հայելագրեր, հայելան իրանք արտացոլում են։ Եթե նույնիսկ հայերենում չկա, ուրեմն վրացերենում կա։ Գիտեք, Մեսրոպ Մարտոցը նաև վրացական և աղվաներեն տառերն է ստեղծել։ Ուրեմն տեսնում եք, Ս, Վ, Բ, Ե, Գ, Ժ, Ջ, Չ, Մ, Ռ, Ի, Վ, Շ, Չ, հա, բոլորը հայելագրային է, կամ պրոյեկցիաներից մեկը, 4 պրոյեկցիաներից մեկը։ Կարող եք ասել, որ տառերը չեն կարող ունենալ պրոյեկցիա, որ տառերը չունեն պրոյեկցիա։ Իմաստով, որոնք ես սրբազան հասկացող են, Է, Ա, և Հեչ քրիստոնյա չեք շողոք։ Երեք տառեր կան, որ չեն կարող ունենալ ուրեմն հայելագրեր կամ պրոյեկցիան չի, որտեղ սրբազան են արարիչն է, Քրիստոս և էություն, բայց այդ տարի հետ կապված ես մի քանի օր լսում էի մեր հնագույն այսպես դիցաբանությունը, մեր հնագույն Աստծու անունը գիտեք, հնագույն, ամենահնագույն, Էա հայա, որից որ ծագում է հայ ժողովրդի անունը, նաև Էնկիդու են ասում շումերական էպոսում, որը հաղթել է Էնլիլին։ Տառը հենց Էն է, մեր հայան է, մեր հնագույն Աստվածն է, այսինքն այս պատմության մեջ մենք ասում ենք էություն ու հեչմար չի հասկանում, թե էությունը իրականում ինչ է։ Էությունը հենց Էան է, հայան է, որը մեր նախահայրն է, մենք ոչ թե հայքից ենք ստացել մեր անունը, այլ հայա Աստծուց, որը ջրերի Աստվածն է համարել, որ շումերական սեպագրեր նայեք, ուրեմն Աստված է երկու սապորներ ունի ուսին դրած, հա, ջրերը հոսով, ջրերի երկիր, այդպես է պատկերվում մեր նախնին։ Հիմա այս տառերի սրանք չունեն ոչ մի ձև իրենց հայելագրերը, ակը է։ Այստեղ վերցնում ենք տառերը, դա էլի վերցանենք շատ հետաքրքիր պատմություն է։ Օրինակ, ջան ինչ է հիշեցնում, ջան, ոչ, Կարող է մի գիտար, ջա,
չեք անի դրա համար կասեմ։ Ճշմարտությունը, որը իջնում է գետի, ճառագում է դեպի վերև, ճառագել, արդացքորել բառից է, ճառագել, հա։ Տեսեք ինքը, հա, իջնում է ներքև ու բարձրանում է վերև, ճշմարտությունը ճառագում է։ Ծն ինչ է հիշեցնում։ Դիզեշկը կնոջ արգանդը, վերևը նայեք։ Հանգի Ծնել բառը, ծի, ծնել։ Սերի մասին ասեցի սուրբ իջնում է ներքև ու բարձրանում է վերև։ Ոնց հագարակը ներքև, վերև իջնում է էլի ներքև։ Այսինքն տեսեք ինչ մտածված է, հա, ասենք մի մարդ ինչքան է հանճարեղ ու տաղանդավոր լինել, չէր կարող նման հանճարեղ բան մտածել։ Ես ձեզ ասեմ ավելի, մենք ունենք այսպես իմաստներ, ամեն տեղ ունի իր նախնական իմաստն ու բովանդակությունը։ Ես վերցրել եմ 7-րդից, էլի շատ հետաքրքիր է։ Հիմա մեր այբուբենը Աստված արարիչ արժեքն է 1, B բան 2, G գոյ 3, D դրախտ 4, E երգիր, երկինք 5, ընդ որում բոլոր հաջորդների մեջ մտնում են նախորդները, ասենք նույն գոյի մեջ մտնում է արարիչ Աստվածն ու բանը, նույն դրախտի մեջ մտնում է գոյ բան արարիչ, Z զարգացում զուգակցում, E էություն 7, տեսեք էլի 7-ը էությունն է, E ընտանիք 8, T թագավոր 9, Ž ժողովուրդ 10, I իշխանություն 11, L լինելիություն 12, X խաչ 13, C ծառ 14, K կենաց 15, H հայր 16, C ձեռք 17, X ղեկավար 18, Չ ճառագեց 19, M մարգարեություն 20, Ե հավիտենականություն 21, Ն նշան 22, Շ շնոր 23, Ո ոգեկոճել 24, Չ 4 կողմը 25, П պայծառ 26, Ջ ջահը 27, Ռ ռաբինություն 28, Ս սրբություն 29, V վերածնունդ 30, Տ տեր 31, Ց ցնծածեք 33, Վյուն յուրացնել 34, Փարք 35, K Քրիստոս 36, Այից մինչև K, եթե այս թվերի գումարը գումարենք 666, հիմա դրան ենք անդրադառնանք, վերջում 666-ը ինչ է մեր համար, ընդհանրապես ինչ է դա։ Հիմա իմաստներ կան, ուրեմն այբուբենը եթե կաշտանք ուղղահայաց, նայեք հիմա ուղղահայաց են կաշտում այբուբենի իմաստը, նույն այդ հասկացողությունը իմաստները, որ ասեցի այդ կոդերը դնում ենք հիմա ուղղահայաց։ Աստված բանն է գոյը, դրախտը երկրի զարգացումն է, էությունը ընտանիքի թագավորությունն է, տեսեք ամբողջը գրված է, մի գործուն է, երկրորդ տողնեք նայում, ժողովրդի իշխանությունը լինելիությունն է, խաչը ծառն է կենաց, հոր ցերկն է ղեկավարը, այս երկրորդ տողը համախորհուրդ են, այսինքն ղեկավարության մասին է, ինչպես է պետք ղեկավարել։ Երրորդը ճառագումը մարգարեությունն է հավիտենականության, նշանը շնորհն է ոգեկոճման, 4 կողմերի պայծառ շահը։ Սա էլի խորքային իմաստ է, միախորհուրդ է, այս տողն է, երրորդ, եւ 4-րդ տողը ռաբինությունը սրբության վերածնունդն է։ Տիրոջ ռաբին է ցնծությունը, հիացումը, փառքը Քրիստոսը։ Մի ցեղեն։ Սա էլ ցույց է տալիս ռաբինությունը, այսինքն սովորելու սկզբունքը։ Եվ փորձենք հիմա կաշտալ այս նույնը հորիզոնական կաշտանք։ Արարիչ Աստված ժողովուրդ ճառագում ռաբինություն, առաջի տող։ Երկրորդ տող, բան իշխանություն, մարգարեություն, սրբություն, երկրորդ տող, երրորդ տող, գոյը լինելիություն, հավիտենականություն, վերածնունդ, չորրորդ տող, դրախտը, խաչի նշան տերը, հինգերորդ, երգիր, ծառ, շնորհ, ռաբի, եւ հաջորդ տողը էլի զարգացում, կենաց, ոգեկոճում, այսինքն ցանկացած բան որ բացում եք, մեջը իմաստ կա,
խորքային իմաստներ կան, ամբողջը։ Հայոց այբուբենը ամենուրեք կարելի է հանդիպել և տեսեք, վերցրել եմ գերմանական 16-րդ դարի ձեռագիր, որտեղ հայկական այբուբենն է, Տիեպոլոյի որմնանկարն է Վենետիկում է գտնվում և Լեոնարդո դա Վինչիի ձեռագիրն է, որը այսօր ասում են, այո, որ հենց Ատլանտիկուս կոդեքսի մեջ հայերենով է գրված, ես դրա մասին դասախոսություն ունեմ Լեոնարդո դա Վինչիի հայկական առնչությունները, որտեղ մի բան չէ, տասնյակ ապացույցներ կա, որ իր մայրը, էլ չեմ ասում շարունակությունը, այսպես ասենք, հիմա իտալացիներն են գրում, Վեչելիո անունով պատմաբանը, որ իր մայրը Կիլիկիայից էր, գերեվարվել է, իրանք գնել են Կոստանդնուպոլսի շուկայից, տրգական շուկայից և տեղափոխել են Վենետիկ, ապա գնել են Ֆլորենցիային տեղափոխել, և այդ նոտարը, որ այդ ազատությունն է ձևակերպել, եղել է Լեոնարդո դա Վինչիի մայրը։ Շատ ես փնտրել եմ այս ամեն ինչի մասին, շատ նյութեր, թե հիմնական իմ մասնագիտությունը սա է, և ինչի եմ եզրակացել, որ մի նախադասություն կա, Լեոնարդո դա Վինչիի մայրը Կատերինան էր գեղեցկուհի, վերջ, ոչ մի բան չկա, իսկ դա չի կարող նման մեծ մարդ այդքան քիչ տեղեկություն լինել, և հետո դրա մասին խոսենք, ես մյուս ապացույցները կբերեմ, եթե դա հետո կանենք։ Ուրեմն տեսեք, ինձ էսել է դուր գալիս, հայոց այբուբենը կարելի է համեմատել Հովանի Հայբուծյան խելամիտ բույսերի հետ, որոնք չխառնվեցին մյուսների հետ։ Հրաչիկ Պողոսյանի խոսքերն են, կարելի է այսպես ասել, կարելի է ընդունել, կարելի է ոչ։ Հիմա ինչ է տեղի ունենում մեր այբուբենի հետ, ինչ որ մեզ համար կարևոր է, ինչ որ մեզ համար նշանակալի է, քանդվում է, այդ կոդերը ջնջում է, փորձի արվում այդ կոդերը խառնել, ոչնչացնել։ Օրինակ, լավ, հիմա ձեր կարծիքով, սա ՀԲ տարն է, որ սկզբում ասեցի, ինքը 4 տարերի խառնուրդ է, 4 տարերի խառնուրդ է, կարելի է հումոր ընդունել, կարելի չէ, բայց 40-րդ տարն է ինքը, 40-րդն է դառնում, եթե ընդունենք, որ ինքը նոր տար է։ Պրեզենտացիային ներկայացրին, հեղինակի ես ինքը շատ եմ սիրում, բոլոր իմ քշկերի դիզայները ինքն է, բայց և այնպես հարցեր կան, այս տարի հետ կապված։ Եվ վերջերս Ստրասբուրգում տրվեց այսպիսի կոթող նվիրված հայոց այբուբենին, այդ ձեր կարծիքով սա լավ է թե վատ է մեր համար, որ տրվեց Ստրասբուրգում այբուբեն խորանարդի տեսքով։ Ուրեմն ամբողջ դասախոսության ընթացքում ես ներկայացրի, որ այբուբենը սիստեմ է, ստրուկտուրա է, հլնայ, ստեղ ստրուկտուրա չա, մեկը գլխի վար, մեկը ներկե տարբեր ձևով խառը դասավորել է, կոդրել են իրա կապը դիեզերքի հետ, հասկանում եք, այսինքն ոչ մի բան հենց այնպես չի արվում, ինչ-որ արվում է, դա ի վնաս մինչև այս պահի վնաս մեզ է արվում 17-րդ դարից սկսած։ Ինչ? Ասում հիմա էլ պետք չի պիքսելը, դիշավիչ տեսք է։ Դե հա, պարզապես նորորյա զարգացումները, ես ուզեցա նորորյա զարգացումները տալ և ուրեմն Ինչ կարծիք եք, անկիդակից ձևով եք արդեն Իրեք 4 տարի Ես իհարկե պաշտոնապես չի ընդունվել, բայց ինքը պրեզենտացիայի արվել, որպես արվեստի գործ է ներկայացրել և այսպես պայմանականորեն թարք ասել ես շատ որոնով տվեցի համացանցը ինքը որպես տար չբերեց, այսինքն պաշտոնապես ինքը ընդունված չէ, բայց որպես այդպիսին այնօր արդեն կա որպես 40-րդ տար։ Օգտագործվող
դե ինքը որ գյումրեցիները օրինակ Գայ Բարսելյանը իր բաների մեջ է օգտագործում ինստալացիաների արվեստագետները դե ես չեմ ասում որ շատ լուրջ է բայց եւ այնպես ես նորից օրինակ բերում որ այսպիսի փորձեր է կա հիմա այդ ինչպես կլիներ մեր իմիջիալոց մեր Ալուվենը նաև աղոտք է, հա, աղոտք է և շատ հետաքրքիր է, որտեղ ես միշտ փորձում եմ, եթե մենք քրիստոնյա չլինենք, ապա ինչպես կհնչեր մեր Ալուվենը, հա, հետանոսական ձևով, նայեք ինքը երաժշտություն է և խնդրում եմ միասին արտասանենք, այս օրվա թրթիվը թող սա լինի, Արարիչ Հովաննակ, Զորության հանդավոր, երկնային զորավոր էություն, ըստ ում հակավոր համանալի ջրերի լույսի խավարի ծովի գետանիների համայնի ցանցով ճշմարտացի մտած մտած Հիսուս Նազովրեցի շնորհ շունչ չարի մարշող ճանասեր ռաբի սրտով վրա Տեր մեր ցանկալի ու բարդ Քրիստոս Ընդ որում ասեմ ձեզ, նաև կա միջ քրիստոնեական աղոտքը, ես դրա համար խառնեցի, միջ քրիստոնեական աղոտքներ ունեմ, ուղղակի այստեղ չկա։ Եվ մի բան է, որով ես տվել եմ ձեզ, ով չունի մոտս կալը մի հատ մնացել է, սա շատ լավ բացում է մեր շնչառությունը, եթե առավոտյան փորձեք այս աղոտքի պես, ոնց որ առավոտյան զարթնում եք ու ասում եք, ինքը բացում է նախ ժողովուրդը, նախ շնչառությունը, հետո շատ էներգետիկ առումով ինքը մարդու ոնց որ քու հողի թրթիվն ու քու թրթիվը միանում է, հա, շատ հետաքրքիր զորություն ունի։ Եթե ուզում եք, էս էլ փորձեք։ Եվ Ay benkim da eşza et torre ilium etza ken